2021 թվականին Հայաստանի Հանրապետության ներսում տիրող իրավիճակը եւ այն տրամադրվածությունը, որոնք ունեն մեր ընդդիմադիր գործընկերները եւ նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցները, խոսում էին այն մասին, որ ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը պարտվելու է եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացին եւ 54% ձայն եւ ընդամենը 20-22% ձայն տվեցին ընդդիմությանը։ Եվ ես չեմ պատրաստվում, կգալու է 2026 թվականը, դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի եւ մենք դրա մասին խոսում ենք ոչ թե այնց մեզ խափելով կամ որևիցե բանալով, մենք մարդկանց հետ շփվում ենք, ես եմ մարդկանց հետ շփվում եւ խնդրում եմ ձեր լրատվամիջոցների, ձեր շրջապատի, ձեր ընկերների հետ նույն ընդդիմադիր տեխնացուների եւ բլոգերների շրջանակից դուրս հիշեք, որ բացի Facebook-ից դուրս նաեւ կյանք գոյություն ունի, ես հասկանում եմ, որ ամեն ինչ մեծականակ փող է ծախսվում դրսից, փող է գալիս դրսից, տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի մոտ կողմից եւ այլ Հայաստանի հանդեպ, այո, Ռուսաստանից, Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ որ օրինակ ռուսական հեռուստաալիքներով բազմաթիվ անգամ տարբեր մեկնաբաններ, հաճախ նաեւ ցավոք սրտի հերու հայկական ազգանունների նշմարում ունեցող ազգանուն ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, միտինգների անոնսներ են անում եւ դա ասեմ, ես զգուշացնեմ, տեղեկացնեմ, կհիշեք հետո խոսքերս, դա 2026 թվականին էլ ավելի ակտիվանալու, նույնիսկ չեմ վախենում այդ բանը բարձրաձայն ասելուց, դա հակառակ ազդեցություն է ունենալու եւ ձեր ասած ենթադրենք X քանակի վարկանիշը, որը որ ունի գործող իշխանությունը, կրկնապատկելու է եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Շրջման վտանգներ տեսնում եք Հայաստանում, թե